Մոսկվա կատարած այցը այդ գործողությունների հաջորդականությունը տիպիկ Հայաստանի այսօրվա ղեկավարության վարված քաղաքականության, այսպես ասենք, ստերեոտիպն է։ Մի կողմից ասենք գնում է վարչապետը, գնում է Մոսկվա հատուկ մասնակցելու եւ Վլադիմիր Պուտինի ծննդյան արարողությանը, մասնակցում է ԱՊՀ երկրների այսպես գագաթաժողովին, մյուս կողմից ըստ էության Հայաստանը չի ստորագրում այդ գագաթաժողովի երկու կարևորագույն եւ հիմնական փաստաթղթերը, որոնք արտացոլում են այդ հավաքի առհասարակ քաղաքական, եթե կամ ավելի ճիշտ աշխարհաքաղաքական կոնտենտը։ Այսինքն չի ստորագրվել մի փաստաթուղթ, որը վերաբերում է անվտանգային ինչ-որ պայմանավորվածությունների եվրասիական տարածքում, որը որ ես կարծում եմ ամենակարևորն էր, ընդ որում ինչպես հասկացանք Մարիա Զախարովայի երեկվա բրիֆինգից Հայաստանի Հանրապետությունը ակտիվորեն մասնակցել է հենց նույն այդ փաստաթղթի կազմանը, բայց ըստ էության վերջի պահին չի ստորագրել։ Այսինքն ուզում եմ ասեմ, Հայաստանի վարած քաղաքականությունն է այսպիսի. առավոտյան արևմտամետ են, ցերեկը Իրանամետ, երեկոյան ասենք ռուսամետ։ Նույն ասուլիսի ժամանակ, վերջի ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանի ասենց իրարամերժ հայտարարությունները, որ չի կարելի Ռուսաստանի ղեկավարության հետ կամ Ռուսաստանի մասին այսինչ տոնով խոսել, եւ արված հայտարարությունները, որ Ռուսաստանը չի կարող լինել որևէ բանում միջնորդ, որովհետեւ ինքը կողմ է, այսինքն մի կողմից իբր պրոռուսական ինչ-որ դիրքորոշում է եւ մի քանի րոպե հետո հակառակը, սա ես անվանել եմ, որ սա ես բնորոշել եմ, որ դա գենի մակարդակով, ուրեմն գենից է ծագում սա, ասենք երբ դու ասենք քաղաքականությանն էլ ես վերաբերվում գեղցու շուշտրությամբ, փորձում ես այսպես ասենք եւ սա ասել եւ նա ասել եւ հույս ունենալ, որ կպլստաս արանքով, ընդ որում դա վերաբերում է նաեւ արևմուտքին առհասարակ, սա միայն Ռուսաստանին չի վերաբերվում, սա հենց դրան սա վերաբերում է ընդհանրապես արտաքին քաղաքականությանը, այսինքն փորձում ես եւ Ռուսաստանին խաբել եւ արևմուտքին խաբել, բայց իրականում մենք վերջի շրջանում բացահայտ հասկանալի դարձավ, որ Հայաստանի իշխանության եւ նրա ղեկավարի հիմնական աշխարհաքաղաքական պրիորիտետը դա Թուրքիան է առհասարակ։ Ես վաղուց էի դրա մասին ասում, որ իրականում արևմտյան պրոարևմտյան հրետորաբանության իբր հակառուսական կամ պրոարևմտյան այդ խոսույթը ընդամենը ֆոն է, որովհետև Հայաստանի ղեկավարությունը եւ մասնավորապես իր ղեկավարը մի քանի անգամ ակնարկել էր դեռևս 2 տարի առաջ, 1 տարի առաջ, որ մեր անվտանգային երաշխիքները դա մեր ռեգիոնում է։ Մեր ռեգիոնում է, իսկ մեր ռեգիոնում անվտանգային երաշխիքներ կարող են ուրեմն տրամադրել միայն նրանք, ովքեր որ ռեալ ներկա են ռեգիոնում, ռեալ ուժային առումով են ներկա նախ եւ առաջ եւ բնականաբար ինչու՞ չէ նաև տնտեսական առումով, իսկ դա Թուրքիան է, Ռուսաստանն է կամ Ռուսաստանն է, Թուրքիան է եւ թերևս Իրանն է։ Եվ այս պարագայում հասկանալի էր, որ եթե խոսքը վերաբերում է տարածաշրջանային երաշխիքների մասին, ապա ես կարծում եմ պատկերացումները եւ անալիզը այսօրվա իշխանության հետեւյալն է։ Ոչ Ռուսաստանը, ոչ Արևմուտքը իրենք առանձնապես լուրջ չեն վերաբերվում Հայաստանի այսօրվա ղեկավարին, որովհետև Հայաստանի այսօրվա ղեկավարը ասում է ինչ-որ մի բան, հայտարարություններ է անում, ասենք այդ նույն հապկի հետ կապված է հարցը, բայց հայտարարություններից այն կողմ գործը չի գնում, այսինքն իրենից պահանջվում են արդեն կոնկրետ քայլեր արվել, բայց նման քայլեր չեն արվում եւ այս պարագայում, ասենք, արևմուտքը իհարկե փորձում է մաքսիմալ օգտագործել Նիկոլ Փաշինյանի ռեսուրսը, Նիկոլ Փաշինյանին իր հայտարարությունները զուտ հակառուսական
որպես ֆորպոստ այստեղ ունենալու համար կամ հակառուսական տրամադրություններ հայաստանյան հասարակության մեջ սերմանելու համար, բայց դրանից ավել ըստ էության իրենք համոզվել են, որ Նիկոլ Փաշինյանը պատրաստ չէ ըստ էության քայլեր անելու տարբեր պատճառներով, այդ թվում նաև տարական վախով կապված նույն Ռուսաստանի հետ եւ ոչ միայն Ռուսաստանի, այլ նաև կարծում եմ Իրանի հետ կապված։ Մյուս կողմից Ռուսաստանի հետ կապված, ասենք հայտարարություններ են արվում ինչ որ պահանջներով, ինչ որ մեղադրանքներով, հապկից դուրս գալ ժամանակին նաև ընդհանուր առմամբ ինչ որ կապերը խզելու մասին է, վերանայելու մասին էր խոսքը գնում, այսինքն ԵԱՏՄ-ի մասին էր նույնիսկ այդպիսի բաներ էր ասվում, բայց հենց Ավերչուկը եւ ոչ միայն Ավերչուկը պաշտոնապես հայտարարեց, որ դրանք հապկը, անվտանգային համակարգը եւ տնտեսական համակարգերը դրանք կապակցված, փոխհամաձայնեցված կառույցներ են եւ պետք չի մտածել, որ կարելի է անվտանգային մի այլ համակարգում գտնվել եւ օգտվել ԵԱՏՄ-ի հնարավորություններից, որի հաշվին ըստ էության այսպես կոչված տնտեսական աճն է Հայաստանում, միանգամից զգացիք, որ տոնայնություն է, որոշակի հայտարարություններ սկսեցին զգուշորեն ասել եւ վերջերս նաեւ հայտարարվեց, որ ԵԱՏՄ-ից մտադրություն չունեն դուրս գալու, որովհետեւ օգտվում են, հա, ուղղակիորեն տեքստով ասվեց։ Այսինքն, այս պարագայում ինքը շատ լավ հասկանում է, որ ոչ Ռուսաստանը, ոչ Թուրքիան, ոչ Արևմուտքը իր վրա խաղադրույք չեն դնում, ընդհանրապես շփվում են հետը, ինչ որ ինչպես ասում են, համբուրվում են, չգիտեմ, իրար հետ հաճոյախոսում են իրար եւ այլ, հա, բայց իրականում որևէ մեկը չի երաշխավորում ոչ իր, ոչ էլ որպես երկրորդ կարևոր, այսպես ասենք, նպատակ Նիկոլ Փաշինյանի համար Հայաստանի որևէ ստորագրած փաստաթղթի իսկությունը կամ երկարակեցությունը կամ իմպլեմենտացիան, այսպես ասենք։